Սաուդյան Արաբիայում ծնված, Եգիպտոսում ու Լիբանանում ապրած այդ հայը ի վերջո գտավ իրեն Ամերիկայում։ Հիմա նա փայլում է Հոլիվուդում, աշխատելով Սթիվեն Սփիլբերգի նման աշխարհահռչակ ռեժիսորների հետ։ Փոլ Չեփիկյան, ամերիկահայ կինոդերասան, սցենարիստ, պրոդյուսեր, լուսանկարիչ։ Պարոն Չեփիկյան, դուք գիտեմ ծնվել եք Սաուդյան Արաբիայում։ Ինչպես են ծնողները այնտեղ հայտնվել։ My family, all of them are born. Ծնողներս ծնվել են Կահիրեում։ Իմ ծնվելուց առաջ հայրիկս գործի բերմամբ տեղափոխվել էր Սաուդյան Արաբիա։ Նա աշխատում էր թագավորի պալատում որպես էլեկտրիկ։ Մայրս որոշել էր նրան այցելել, երբ ինձանով հղի էր, եւ այնպես ստացվեց, որ ես որոշեցի ծնվել հենց Սաուդյան Արաբիայում։ Իսկ Արևմտյան Հայաստանի ո՞ր նահանգից էին գաղթել իրենք մերձավոր արևելք։ I'm not really sure. Վստահ չեմ կարող ասել որտեղից էին նախնիներս, կուզենայի այդ հարցի պատասխանը իմանալ։ Գիտեմ, որ Կահիրե տեղափոխվելուց առաջ պապիս ընտանիքը ապրել է նաև Բեյրութում։ Պարոն Չեփիկյան, ձեր ընտանիքում արտիստական հակումներ ունեցող մարդիկ եղել են ձեզնից առաջ, թե դուք առաջինն եք։ Yes, my father. Կարծում եմ ես ու եղբայրս Մինասը հայրիկին ենք քաշել արվեստի նկատմամբ մեր սիրով ու տաղանդով։ Հայրս շատ ստեղծագործող մարդ էր։ Իր հիմնական զբաղմունքը ապակեգործությունն էր եւ նեոնային ցուցանակների պատրաստումը, բայց դրանից բացի նա նաև նկարում էր, քանդակագործությամբ էր զբաղվում եւ նվագում էր։ Նրա մոտ շատ արագ էր ստացվում ցանկացած երաժշտական գործիք սովորելը։ Երևի երաժշտական ունակություններս նույնպես իրենից եմ ժառանգել։ Դուք մանկուց արդեն երազում էիք հենց դերասանական կարիերայի մասին։ Actually, yes. Մանկուց մտածում էի արտիստի կարիերայի մասին։ Փոքր տարիքից շատ էի նկարում եւ բոլորը ասում էին, որ նկարիչ եմ դառնալու։ Տաղանդ ունենալը տիեզերքից տրված նվեր է, բայց թե ինչպես ենք այն օգտագործում, արդեն մեր ձեռքում է։ Ես ընտրեցի արվեստի ճանապարհը եւ դրան հետեւելով աշխատեցի որպես նկարիչ, դիզայներ, գեղարվեստական տնօրեն եւ ստեղծագործական տնօրեն, բայց հետո ուղղությունս փոխեցի ու դարձա դերասան։ Մինչև կինոյի աշխարհ մուտք գործելը Փոլ Չեփիկյանը ինքնադրսևորվում էր լուսանկարչական արվեստում։ 1983 թվականին նա Նյու Յորքում հիմնել էր իր ստուդիան, որը մասնագիտանում էր գովազդի ու արդյունաբերական դիզայնի համար լուսանկարներ անելու գործում։ Ամեն ինչ փոխվեց, երբ նա Լոս Անջելես տեղափոխվեց։ Ապագա արտիստը ընդունվեց հայտնի դերասան Հարվի Լամբերգի կատակերգական իմպրովիզացիայի դպրոց արվեստանոց։ Այն ավարտելուց հետո նկարահանվում էր գովազդային հոլովակներում ու հեռուստատեսային շոուներում։ Տարիներ անց միայն մեր հայրենակցին նկատեցին հոլիվուդյան կինոընկերությունների ռեժիսորներն ու պրոդյուսերները։ Առանց բառերի էպիզոդիկ դրվագներից բացի նրանց սկսեցին վստահել նաև կարևոր դերեր։ Իսկ կինոդերասանների գիլդիան նրան իր շարքերը ընդունեց։ Հաշվի առնելով յուրահատուկ խարիզմատիկ արտաքինը, Չեփիկյանին առաջարկում էին ավելի հաճախ հանցագործների կերպարներ մարմնավորել։ Նա համոզիչ էր նայվում, մասնավորապես մարտաֆիլմերում։ Մենամարտերի արվեստին տիրապետելն ու հրազենից օգտվելու հմտությունը այդ իմաստով մեծ առավելություն էր։ Հոլիվուդցի գործակալները կարևորում էին նաև այն, որ դերասանը անգլերենից բացի խոսում է նաև հունարեն, արաբերեն, թուրքերեն ու ֆրանսերեն։ Դերասանական դպրոցում դուք կատակերգուի արվեստին էիք սովորում, բայց այնուհետ փոքրինչ փոխվեց ձեր ամփուան։ That's funny. I was very insecure as a young boy. Այո, երիտասարդ տարիքում ինքնավստահության պակաս ունեի։ Երևի թե մինչև հիմա այն մի քիչ մնացել է մեջս։ Ապրելով օտար երկրում եւ լավ չիմանալով տեղի լեզուն, հաճախ էի ծաղրի առարկա դառնում եւ դրանից խուսափելու համար սկսեցի դիտավորյալ մարդկանց ծիծաղեցնել, դարձնելով ծիծաղը իմ հանդեպ ուշադրություն գրավելու գործիք։ Կարծում եմ հումորի զգացողությունն եւ սերը կատակերգության հանդեպ ժառանգել եմ արդեն մայրիկիցս եւ մորաքրոջիցս։ Իսկ կարիերան ինչից սկսվեց։ Okay, ավարտեցիք այդ դերասանական դպրոցը, առաջին քայլերը որտեղ սկսեցիք անել։
Well, it was difficult for me Արտիստական կարիերայիս մեկնարկը բավականին դժվար էր, քանի որ ընտանիքով հաճախ էինք տեղափոխվում։ Ստիպված էի 3 հավաք դպրոց փոխել 4 տարիների ընթացքում։ Մայրիկս ուզում էր, որ Նյու Ջերսիից Լոս Անջելես տեղափոխվեինք։ Ես դեմ էի դրան եւ որոշեցի անել իմ ուզածով եւ մնալ Նյու Ջերսիում։ Բարդ էր մենակ ապրելը։ Ցերեկը սովորում էի, իսկ գիշերները աշխատում էի հիվանդանոցում որպես անվտանգության աշխատակից։ Կյանքումս շրջադարձային պահ եղավ, երբ ծանոթներիցս մեկը ինձ դիզայների աշխատանք առաջարկեց Նյու Յորքում։ Ինձ ընդունեցին չնայած նրան, որ ոչ աշխատանքային փորձ ունեի, ոչ էլ համալսարանական կրթություն։ Որպես դիզայներ եւ գեղարվեստական տնօրեն աշխատում էի Givenchy եւ ուրիշ աշխարհահռչակ բրենդերի համար։ Ստացվում էր, իմ ստեղծած դիզայնը գնահատված էր, բայց մի քանի տարի անց սկսեցի կասկածել աշխատանքիս ընտրության վրա։ Գիտակցում էի, պետք է իրականացնեմ երազանքս ու արտիստ դառնամ։ Կինոն ու հեռուստատեսությունը շատ կարևոր դեր են խաղում իմ կյանքում։ Նույնիսկ անգլերեն լեզուն սովորել էի հիմնականում կինո դիտելով։ 1979 թվականին որոշեցի թողնել Նյու Յորքը եւ տեղափոխվել Լոս Անջելես, որպեսզի կարողանամ իրականացնել երազանքս։ Հոլիվուդում համապատասխան կրթություն ստացա եւ ներխուժեցի կինոյի աշխարհ։ Առաջին ֆիլմը, որում նկարահանվել եք, որն էր։ When I moved out here, I had no Առաջին իմ դերը եղել է իմ իսկ նկարած սիրողական ֆիլմում։ Պատանի էի, ունեի սուպեր 8 ժապավենային կինոխցիկ։ Դրանով ընկերներիս հետ միասին կարճամետրաժ սյուժեներ էի նկարահանում։ Երևակայում էի, թե ռեժիսոր եմ ու դերասան։ Ձգտում էի նմանվել իմ այդ ժամանակվա կուրք Սթիվեն Սպիլբերգին։ Դե իսկ պրոֆեսիոնալ կինոյում առաջին քայլերը սկսեցի արտադրության երկրորդական աշխատանքներ անելուց, պրոցեսին մասնակցելու եւ նկարահանման հրապարակում երևալու համար։ Հետո ինձ սկսեցին էպիզոդիկ դերեր առաջարկել։ Այդպես նկարահանվեցի մի ֆիլմում, որում գլխավոր դերերում էին հայտնի արտիստներ՝ Ուոլթեր Մաթաուն, Գիլդա Ռադները, Ստիվ Մարտինն ու Փեննի Մարշալը։ Դրանց պես մեծ դերասանների աշխատելուն հետևելը ինձ համար սովորելու լավ հնարավորություն էր։ Դա էր իմ դպրոցը։ Թեև արտիստական դպրոցում կատակերգուի վարպետություն եք սովորել, ձեզ հիմնականում առաջարկում էին գանգստերների դերեր, հա, եւ այսպես մարտաֆիլմներում եք ավելի շատ դրսևորվել, հա։ Ինչու են ձեզ այդ ամփլուայում տեսնում ռեժիսորները։ Դեմքից նայելուց այդքան էլ կոմիկի տպավորություն չի ստեղծվում։ It's not funny. But I Բայց կատակերգության ոճի մեջ եմ ստեղծագործել։ Շատ էի ոգեշնչվում Հարվի Լեմբեկից։ 50-60-ականներին նա շատ հայտնի կատակերգու էր։ Առանց որևէ փորձի կամ մասնագիտական գիտելիքի որոշեցի գրանցվել Հարվի Լեմբեկի իմպրովիզացիոն կատակերգության դասընթացին։ Ուզում էի սովորել իրենից։ Սովորաբար ինձ նման տեսք ունեցող մարդիկ կատակասեր չեն լինում եւ լուրջ դերեր են խաղում, բայց ունենալով գանգստերի արտաքին ինձ հաջողվում էր նաեւ կատակերգության ոճի մեջ խաղալ եւ ծիծաղեցնել մարդկանց։ Մեծանալով Նյու Ջերսիում, որտեղ բավականին կոշտ միջավայր էր, բազմաթիվ մաֆիոզների էի ճանաչում։ Կարելի է ասել, որ գանգստերի կերպար խաղալու համար բավականին ռեալիստիկ օրինակներ եմ ունեցել կյանքում։ Բայց գանգստերներից բացի նաեւ դրական հերոսների եմ մարմնավորել։ Եղել եմ բարի պապիկ, լավ հորեղբայր, բայց ոնց հասկանում եմ, արտաքինից պատճառով առաջին տպավորությունը իմ մասին ամենևին էլ դրական չէր լինում։ Երբեմն պատահել է, որ նկարահանումներից հետո ռեժիսորը մոտենում էր ինձ ու ասում, որ մյուս դերասանները վախենում են ինձանից։ Բայց իրենց կարծիքը միշտ փոխվում էր ինձ հետ մի փոքր ավելի շատ ժամանակ անցկացնելուց հետո։ Ասում էին, որ իրականում շատ հաճելի բարի մարդ եմ։ Դե այդպես էլ կա, դա պարզապես դերասանական խաղ է։ Փոլ Չեփիկյանը նկարահանվել է ավելի քան 2 տասնյակ խաղարկային ֆիլմերում ու հեռուստատեսային սերիալներում։ Նրա առաջին հաջողությունը եղավ հեռուստատեսության խորը ափսեն կոչվող կատակերգական սերիալը, որում նա գլխավոր դերակատարից բացի նաև սցենարի հեղինակ էր ու պրոդյուսեր։ Այդ աշխատանքի համար մեր հայրենակիցը Cable ACA Awards մրցանակի էր արժանացել լավագույն կատակերգական նախագիծ անվանակարգում։ Հոլիվուդյան կինոյում Չեփիկյանի դերերը արդեն ոչ թե կատակերգական էին, այլ ավելի հաճախ դրամատիկ։ Նրա ամենանշանակելի դերը աշխարհահռչակ ռեժիսոր Սթիվեն Սպիլբերգի «Ֆաբելմանները» ինքնակենսագրական ֆիլմն էր։ Մեր հայրենակիցը մարմնավորել էր այն ռեստորանի տնօրենին, որում Սպիլբերգը իր վերջին փոխհրաձգություն բլոկբասթերն էր նկարահանել։ Դերասանը հաճախ է բացասական կերպարների մարմնավորել։
Այդ դերերի շարքում հատուկ տեղ է զբաղեցրել Թալահաթ Փաշայի դերը, որը նա կատարել էր Սողոմոն Թեյլերյանի կյանքին նվիրված «Մահափորձը» պատմական դրամայում։ Փոլ Չեփիկյանը հիշվող դերեր է կատարել նաև «Բոսխ ժառանգություն» դետեկտիվում, People ամսագրի հետաքննությունը կրիմինալ սերիայում, Հաջող օրվա ավարտը թրիլլերում։ Ձեզ համար կարևոր է դրական պերսոնաժի եք մարմնավորում, թե բացասական։ Օրինակ, այդպիսի բացասական հերոսների եք մարմնավորել, ինչպիսին է օրինակ Թալեհաթ Փաշան Սողոմոն Թեյլերյանի մասին ֆիլմում, հա։ Այդ դերը հեշտ համաձայնվեցիք կատարել։ Well, you know, that's an interesting question. Հետաքրքիր հարց է, իրականում երբ ստացա Թալեհաթ Փաշայի դերը խաղալու առաջարկը, շատ էի երկմտում։ Տարակուսանքի մեջ էի, որովհետև լավ գիտեի ով էր այդ մարդը։ Հիշում եմ ինչպես կնոջս հետ այդ հարցը քննարկելիս նա ինձ ասաց, որ այդ դերը ստանձնելով ես չեմ դառնում այդ մարդը, այլ պարզապես մարմնավորում եմ նրան։ Սակայն միևնույն ժամանակ հիշում էի նախնիներիս անցած ճանապարհը եւ մտածում էի, ինչ կմտածեն հայ ընկերներս եւ հարազատներս, երբ տեսնեն ինձ այդ դերում։ Բայց հետո եկա այն եզրակացության, որ այս պատմությունը անպայման պետք է պատմվի, եւ ես այդ պատմության մի մասը պետք է լինեմ, քանի որ որպես հայ մեզանից բացի ոչ մեկը այն ավելի լավ չի կարող ներկայացնել։ Գիտեի, որ դերը բավականին բարդ է լինելու, բայց արդյունքում կարծում եմ ինձ մոտ լավ ստացվեց։ Բայց վստահ եմ, որ շատ ավելի մեծ հաճույքով Սողոմոն Թեյլերյանի դեր եք մարմնավորեիք։ Yeah, I mean, you know, being an actor. Իրականության մեջ դերասան լինելը նշանակում է, որ երբեմն ստիպված պետք է լինես անել այն, ինչը չես ցանկանում։ Մինչև չվաստակես առաջարկները մերժելու իրավունքը։ Այ երբ արդեն հայտնի ես դառնում, կարողանում ես ինքդ որոշես, թե ինչ դեր ես ուզում խաղալ։ Երբ նոր ես սկսում, պետք է ընդունես բոլոր առաջարկները, որպեսզի փորձ հավաքես։ Ոչ բոլոր իմ կատարած դերերն են սրտովս եղել։ Եղել են դերեր, որոնք կատարել եմ, բայց աշխատել եմ դրանց մասին անմիջապես մոռանալ, բայց ավելի հաճախ եղել է հակառակը։ Այ երբ պատիվ ունեցա Սթիվեն Սփիլբերգի ֆիլմում նկարահանվելու, երջանկությանս սահման չկար։ Ինչ օրս հպարտ եմ, որ կարողացել եմ մարմնավորել այդ վարպետի պատկերացրած կերպարը։ Պատմեք, ինչպես ծանոթացաք Սփիլբերգի հետ։ It was nothing more than. Շատ պարզ, գործակալս ինձ գրանցել էր ինչ-որ ֆիլմի քաստինգ եւ փոխանցել էր ինձ այն տեսարանը, որում պետք է խաղայի։ Այդ ժամանակ գաղափար չունեի, որ Սփիլբերգի ֆիլմի համար է։ Տեսագրեցի դրվագը եւ ուղարկեցի։ Հետո իմ գործակալից իմացա, որ ռեժիսորը հավանել է իմ կատարումը ու խնդրում է կրկին տեսարանը փորձել, բայց որոշ բաներ փոփոխելով։ Տեսարանի երկրորդ տարբերակը ուղարկելուց հետո ռեժիսորի օգնականները ինձ խնդրեցին ներկայացնել մինչ այդ իմ արած աշխատանքները։ Այդ փուլում նոր իմացա, թե ում համար եմ աշխատելու։ Ես ստացա հաղորդագրություն, որում ասվում էր. շատ ուրախ ենք դեր առաջարկել Փոլ Չեփիկյանին Սթիվեն Սփիլբերգի նոր Ֆաբելմանները ֆիլմում։ Ես ապշացեի։ Ընդհանրապես չէի սպասում այդ նամակին։ Գուցե իսկապես ավելի լավ էր, որ չիմանայի, որ նրա ֆիլմի համար էի քաստինգ անցնում, որ ավելորդ ստրես չտանեի տեսարանները փորձելիս։ Հիշում եմ առաջին նկարահանման օրը, երբ տեսա Սփիլբերգին։ Նա մոտեցավ ինձ, ձեռքը մեկնեց ողջունելու համար եւ ասաց. «Բարև, ես Սթիվենն եմ»։ And he said, "Hi, I'm Steven." Ես էլ ողջունեցի նրան եւ ասացի. «Բարև Սթիվեն, ես Փոլն եմ»։ Այսպիսի հաճելի եւ աջակցող միջավայրում նրա հետ անցկացրեցի նկարահանումների ամբողջ օրը։ Նա շատ մեծահոգ էր եւ անկեղծ։ Ինձ համար շատ կարեւոր էր իմանալ Սփիլբերգի կարծիքը դերասանական խաղից մասին։ Հարցրեցի արդյոք կարողանում եմ անել այն, ինչը ինքն է ցանկանում։ Սփիլբերգը ասաց, որ շարունակեմ նույն կերպ, քանի որ իր կարծիքով դերասանական խաղը ինձ մոտ բնականից լավ է ստացվում։ Ֆանտաստիկ բան էր։ Չէի կարողանում հավատալ, որ Սթիվեն Սփիլբերգի պես հանճարը ինձ գովում է։ Սփիլբերգից բացի էլ որ հայտնի ռեժիսորների եւ դերասանների հետ եք համագործակցել։ One of my oldest and closest. Գործիս բնույթով ճանաչել կամ աշխատել եմ աստղերի շատերի հետ, բայց ինձ համար կարևորը ոչ թե այդ մարդկանց համբավն էր կամ հաջողությունը, այլ իրենց մարդկային որակները։ Ինձ համար նրանք առաջին հերթին իմ ընկերներն էին։ Ինքս տարված չեմ Հոլիվուդով, պարզապես սիրում եմ դերասանությունը եւ ֆիլմ ստեղծելու process-ը։ Այդքան էլ հետաքրքրված չեմ կինոյի բիզնեսով։ Ասացեք, Հոլիվուդում հաջողությունների հասած հայ ռեժիսորներ, սցենարիստներ, դերասաններ, պրոդյուսերներ շատ կան, հայ խոսեցինք Սփիլբերգի մասին, երկար ժամանակ համագործակցում էր մեր հայրենակի Ստիվեն Զեյլյանի հետ։ Այ իրպես երևելի երևացող դեմքեր շատ կան Հոլիվուդում։
Yeah, no, I've heard of Ամերիկայում անչափ շատ տաղանդավոր հայ ստեղծագործողներ ունենք։ Շատ կուզեին նրանցից ոմանց հետ աշխատած լինեի, բայց ցավոք ինձ բախտ չի վիճակվել։ Չնայած որ դրա հնարավորությունը շատ իրական էր։ Որպես դերասան կարող էի օգտագործել կապերս։ Կարող էի դիմել Հոլիվուդում ազդեցիկ հայ կինոռեժիսորներին ու պրոդյուսերներին խնդրելով, որ ինձ դեր տան։ Նույն Սթիվեն Զայլյանին, բայց ես այդպիսի մարդ չեմ։ Միշտ ձգտել եմ հաջողության հասնել ունակություններով եւ տաղանդիս շնորհիվ, ոչ թե ազգությանս։ Չնայած որ միշտ շատ հպարտ եմ եղել իմ հայ լինելով։ Չէ որ շատ հարուստ պատմություն ունենք։ Ցավոք հայրենակիցներիս հետ պրոֆեսիոնալ համագործակցություն չեմ ունեցել։ Ազգությամբ հայ ռեժիսորների կամ հայ պրոդյուսերների ֆիլմերում չեմ նկարահանվել, բայց ուրախ կլինեմ նման համագործակցությանը։ Հաճույքով հետևում եմ Հոլիվուդում ազգությամբ հայ կինեմատոգրաֆիստների, մասնավորապես դերասանների ձեռքբերումներին։ Բազմաթիվ հայրենակիցներ ունենք, որոնք մեծ հաջողությունների են հասել։ Հոլիվուդում ստեղծագործող հայ կինոգործիչներից շատերն են հաջողության հասել։ Նրանց թվում է Սթիվեն Զեյլյանը։ Նա համարվում է ամերիկացի մեծագույն սցենարիստներից մեկը։ Զեյլյանի սցենարներով նկարահանվել են աշխարհահռչակ այդպիսի ֆիլմեր, ինչպիսիք են Շինդլերի ցուցակը, Նյու Յորքի բանդաները, Հանիբալը, Թարգմանչուհին։ 1994 թվականին նա Օսկար ու Ոսկե գլոբուս մրցանակների էր արժանացել։ 2001 թվականին մեկնարկեց նրա պրոդյուսերական կարիերան, որը նույնչափ հաջողակ է։ Փայլուն պրոդյուսերական կարիերա է անում նաև Արթուր Սարգսյանը։ Նա արտադրել է 20 կինոնկար, այդ թվում Պիկ ժամը, ինչպես Թալանել բանկը, հետախուզվում է Կենդանի կամ մեռած հայտնի կինոբլոկբասթերները։ Աշխատել է այդպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ջեքի Չանը, Սանդրո Բալոկը, Բրյուս Ուիլիսը, Քրիս Թաքերը։ Նրա ամենահաջողակ ֆիլմից ստացած եկամուտը գրեթե $500 միլիարդ է հասել։ Կինոպրոդյուսեր Գրեյգ Դարյանը հոլիվուդյան Դարյան Management Group կորպորացիայի սեփականատերն է ու նախագահը, Tricolor Entertainment ընկերության համահիմնադիրը ու գործադիր տնօրենը։ Եղել է հանրահայտ Ինդիանա Ջոնս, Աստեղային պատերազմներ, Սարդ Մարտը, King Kong-ը, Կարիբյան ծովահենները, Գլադիատորը ֆիլմերի համապրոդյուսերը։ Ռոզ Բաղդասարյան կրսերը այժմ իր հոր Ռոզ Բաղդասարյան ավագի հիմնադրած Բաղդասարյան Film Production ընկերությունն է ղեկավարում։ Նա կինոպրոդյուսեր է, նաև սցենարիստ, դերասան, հնչյունավորող ու երգիչ։ Էլվինը եւ Սկյուրիկները հանրահայտ մուլտիպլիկացիոն սերիալի համահեղինակն է, համանուն կինովարկածի պրոդյուսերը։ Ֆիլմ արտադրող, պրոդյուսեր ու ռեժիսոր Ռոբերտ Փափազյանը ժամանակին ղեկավարել է հոլիվուդյան հայտնի Sunset Glover Studios կինոընկերությունը։ Նրա մասնակցությամբ նկարած 100 ֆիլմերից շատերը հեղինակավոր մրցանակների են արժանացել։ 1988 թվականին Փափազյանը Էմմի մրցանակ էր ստացել։ 1990-ին NBC-ն նրան տարվա ամենահաջողակ պրոդյուսեր էր ճանաչել։ Ալեքս Եմենիջյանը Metro Goldwyn Mayer լեգենդար կինոընկերության գլխավոր տնօրենն է եղել։ 11 տարի շարունակ վնասով աշխատելուց հետո 2001-ին MGM-ը նրա շնորհիվ կրկին շահութաբեր դարձավ։ Եմենիջյանի ղեկավարությամբ Metro Goldwyn Mayer-ը նկարահանել էր ֆիլմեր, որոնք դրամարկղային հավաքների ռեկորդներ էին սահմանել։ Հաջող կարիերա են անում Հոլիվուդում նաև ազգությամբ հայ դերասանները՝ Քեն Խաչիկյան, Մարկո Խան, Անժելա Սարապյան, Էրիկ Բոգոսյան։ Փոլ, դուք մարտաֆիլմերում շատ եք նկարահանվել եւ դրա համար անհրաժեշտ էր համապատասխան երևի ունակություն, փորձ եւ մարտական արվեստներ եք հատուկ սովորել, հա, որքան գիտեմ։ Yeah, I actually don't have Իրականում մարտական հմտություններ հատուկ չեմ սովորել, թեթև հնարքներ էինք եմ անում, բայց ֆիզիկապես բարդ հնարքները հիմնականում վստահում եմ կասկադյորներին։ Ամեն մեկը պետք է իր գործը անի։ Կասկադյորը վտանգավոր դրվագներն է կատարում, իսկ դերասանը կենտրոնանում է կերպարը մարմնավորելու գործում։ Քանի որ ես հիմնականում վատ մարդկանց դերեր եմ կատարում, փորձում եմ չար տեսք ընդունել։ Ինչպես շատ դերասաններ սիրում են բացասական հերոսների խաղալ։ Միշտ ավելի հետաքրքիր է, քան դրական կերպարներին մարմնավորելը։ Դերում ես երբեմն կռիվ եմ անում, բայց հիմա իմ տարիքում դա արդեն դժվար է անել։ Ամենաբարդ բաներից մեկը, որ երբևէ արել էի նկարահանման հրապարակում, Թալյատ Փաշայի դերի համար Թելերյանի կրակոցից հետո ընկնելն էր։ Լավ չէր ստացվում, բնական չէր։ Չէի կարողանում ճիշտ բնական ընկնել, քանի որ նկարահանումներից առաջ ազդերից վերավիրահատություն էի տարել։ Դա խանգարում էր, բայց բոլորը շատ աջակցում էին ինձ այդ օրը։
Փոլ դուք ոչ միայն դերասան եք, այլ նաև պրոդյուսեր եք եւ սցենարիստ, հա, եւ այդ ամպլուայում եւս հաջողությունների եք հասել եւ գիտեմ, որ որպես սցենարիստ ներկայացվել եք նույնիսկ մրցանակի։ Yeah, Այո, սցենարներ գրելը միշտ դուր էր գալիս, ինչպես ասում է կինս, անկախ նրանից ինչով եմ զբաղվում, միշտ պատմություն պատմողի դերի մեջ եմ։ Լինի դա լուսանկարչություն, դիզայն, մոնտաժ, դերասանական խաղ, պրոդյուսերություն, թե ռեժիսուրա։ Այդ ամենով զբաղվելիս ես փորձել եմ պատմություններ պատմել։ Կարծում եմ իմ արժեքը որպես մասնագետի հենց նրանում է, որ լավ աչք ունեմ, սուրական եւ պատմողի լավ տաղանդ։ Ես հասկացել եմ, որ կինոյի ոլորտում ես ոչ թե առաջնորդ պետք է լինեմ, այլ մասնակից։ Սպիլբերգի հետ աշխատելուց հետո գիտակցեցի, որ կարող եմ ինձ իրական դերասան համարել եւ վերջապես սկսեցի ընդունել այդ ինքնությունը։ Եվ այդ կետին հասնելուց հետո նոր զգացի, որ կարող եմ ինձ թույլ տալ զբաղվել նաեւ այլ նախասիրություններով։ Օրինակ գրելով եւ սկսեցի դրանք քիչ-քիչ վերադարձնել իմ կյանք։ Ունեցել եմ հաջող աշխատանքներ որպես սցենարիստ։ Հիմա էլ Էմիլիի համարները վերնագրով սցենարս դիտարկվում է նկարահանումների համար։ Դեռ շատ անելիքներ ունեմ։ Չեմ պատրաստվում թոշակի անցնել։ Փոլ Հայաստանում եղել եք երբևէ։ I have not. Ցավոք ոչ, շատ եմ ափսոսում, որ դեռ չեմ եղել։ Մտադիր եմ գնալ։ Այնպես է ստացվել, որ տարբեր պատճառներից ելնելով երիտասարդ տարիքում կորցրել էի կապը հայկական արմատներիս հետ։ Քանի որ փոքր տարիքից ապրել եմ Սաուդյան Արաբիայում, Եգիպտոսում, Լիբանանում եւ Հունաստանում, դժվարացել եմ ինձ նույնականացնել ինչ-որ ազգության հետ։ Ինձ մոլորակի մարդ էի համարում։ Հայաստանը ինձ օտար էր թվում, բայց հասուն տարիքում վերաբերմունքս սկսեց փոխվել։ Տարեց տարի ավելի ու ավելի եմ զգում, թե ինչպես էի մեջ էթնիկ ինքնությունը արթնանում։ Երբ շփվում եմ հայերի հետ, զգում եմ, որ ես էլ նրանցից մեկն եմ, նրանց պես եմ։ Նույն հայրենիքը ունեմ, որի համար սիրտս ցավում է։ Երբ հայկական երաժշտություն եմ լսում, ինչ որ բան կարծես մեջս փոխվում է։ Խորը ենթագիտակցական կապ ունեմ հայկական մշակույթի հետ, ու վստահ եմ, որ այդ կապը էլ ավելի է ամրապնդվելու։ Վստահ եմ, որ պատմական հայրենիք այցելելը ձեզ հաստատ կհարստացնի։ Հենց դա եմ ձեզ մաղթում, որ այդ այցը այս տարի կայանա։ Շնորհակալ եմ, նոր հաջողություններ։ Շատ շնորհակալ եմ։ My pleasure. Սա ավանդական իմ նվերն է, այս անամոր կոչվող գինին Մանուկյան գինու կոնյակի գործարանը արտադրել է ընդամենը 100 օրինակով հատուկ մեր այս հաղորդաշարի հերոսների համար, այդպես էլ կոչվում է Անամոր աշխարհի հայերը։ Ձեր հաջորդ ֆիլմի պրեմիերան այս գինով նշեք, իսկ այս գինով նաև շատ համեղ է Մարլենկա Քաղցրավենիքը, որը Չեխիայում մեր հայրենակիցն է արտադրում։ Thank you. Շատ շնորհակալ եմ։ Շատ